Այս անգամ Իրանի միջուկային ծրագիրն է լարվածության նոր ալիք բերել։ Տպավորություն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես հանգիստ է թողել ցուցարարներին եւ Նյուսոմին ու պատրաստվում է Քեմփ Դեյվիդում խորհրդակցություն անցկացնել Իրանի դեմ ռազմավարություն մշակելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին է անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Պատճառը նույնն է։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել համակարգելու իրենց դիրքորոշումները Իրանի նկատմամբ։ Reuters-ի կանխատեսումները սակայն ավելի մտահոգիչ են։ Նշվում է, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը կարող է իրականություն դառնալ ընդամենը օրերի ընթացքում։ Թրամփը հայտարարել է, որ կորցնում է հույսը, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը։ Վերջին տեղեկություններով Իրաքում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը սկսում է դիվանագետների արտակարգ տարհանում։ Ամերիկյան դեսպանության անձնակազմը տարհանվում է նաև Քուվեյթից։ Մեծ Բրիտանիան զգուշացրել է բոլոր բեռնանավերին Պարսից ծոցը հատելի սպասման ռեժիմում մնալու մասին։ Ի դեպ, ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը չի կատարում իր միջուկային պարտականությունները, ինչը նախադրյալն է ստեղծում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման համար։ Թրամփի վարչակազմը վերադառնալով առավելագույն ճնշման քաղաքականությանը փորձում է կանխել Իրանի միջուկային զենքի տարածումը։ Քեմփ Դեյվիդում կայանալիք խորհրդակցությունը, որին մասնակցելու են Թրամփի արտաքին քաղաքականության թիմի առանցքային անդամները, նպատակ ունի մշակել ռազմավարություն, որը կներառի դիվանագիտական բանակցությունները եւ անհրաժեշտության դեպքում ռազմական տարբերակներ։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանին միջուկային զենք ունենալ թույլ չի տա, սակայն նա նաեւ ընդգծել է դիվանագիտական ճանապարհի առաջնահերթությունը, նշելով, որ հաջող բանակցությունները կարող են փրկել բազմաթիվ կյանքեր։ Այնուամենայնիվ Թրամփի դիրքորոշումը որոշակի հակասություններ է պարունակում։ Նա մի կողմից ճնշում է Իրանին տնտեսական պատժամիջոցներով եւ ռազմական սպառնալիքներով, մյուս կողմից բանակցություններ է վարում Օմանի եւ Իտալիայի միջնորդությամբ։ Հաջորդ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը կկայանա Մասկատում կիրակի, հունիսի 15-ին։ Իրանը իր հերթին պահանջում է պատժամիջոցների մեղմացում եւ ուրանի հարստացման իրավունքի ճանաչում քաղաքացիական նպատակներով։ Այս բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք կողմերը կարող են բանակցության գալ ուրանի հարստացման եւ միջուկային ենթակառուցվածքների սահմանափակման շուրջ։ Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն կտրականապես դեմ է Իրանի միջուկային ծրագրի որևէ ձևով պահպանմանը։ Նա պնդում է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի եւ Թեհրանը զրկվի ուրանի հարստացման հնարավորությունից։ Իսրայելը վերջին տարիներին Իրանի դեմ գործողություններ իրականացնելով համարում է, որ ներկայում Իրանը ռազմական առումով թուլացած է, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծում հարված հասցնելու նրա միջուկային օբյեկտներին։ Իսրայելի անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են ոչ միայն պաշտպանության նախարարը եւ ռազմական հարցերով նախարարը, այլև ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչները, վկայում է Նեթանյահուի մտադրության մասին համախմբել ներքին աջակցությունը Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իսրայելն արդեն ավարտին է հասցնում ռազմական հատվածի պլանավորումը, ներառյալ օդային միջոցների եւ զինամթերքի տեղափոխումը։ Թրամփի եւ Նեթանյահուի վերջին հեռախոսազրույցը, որը տևել է մոտ 40 րոպե, ընդգծում է նրանց սերտ համագործակցությունը, բայց նաեւ որոշակի տարաձայնություններ։ Թրամփը կոչ է արել Նեթանյահուին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են խաթարել բանակցությունները, մինչդեռ Նեթանյահուն պնդել է, որ Իրանի դեմ վստահելի ռազմական սպառնալիք պետք է մշտապես պահպանվի։ Թրամփը սակայն հստակ չի նշել, թե արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելի միակողմանի հարվածին, եթե բանակցությունները ձախողվեն։ Այս տարաձայնությունները խորանում են երկու առաջնորդների տարբեր մոտեցումներով։ Թրամփը ձգտելով խուսափել Մերձավոր Արևելքում նոր պատերազմից, առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը, մինչդեռ Նեթանյահուն Իրանի թուլացած վիճակը համարելով ռազմավարական հնարավորություն, ավելի ագրեսիվ մոտեցում է որդեգրում։ Իսրայելի ռազմական պլանները, որոնք ներառում են օդային հարվածներ եւ հնարավոր է կոմանդոսային գործողություններ, պահանջում են ԱՄՆ-ի աջակցությունը որպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով։ Reuters-ի կանխատեսումը, որ Իսրայելի հարվածը Իրանին կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում, հիմնված է Իսրայելի ռազմական պատրաստությունների եւ Թրամփ-Նեթանյահու բանակցությունների մասին տեղեկությունների վրա։ Իսրայելի կողմից նման հարվածը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի ցանկացած հարձակմանը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, ներառյալ Իրանի դաշնային խմբավորումների ակտիվացումը։ Միաժամանակ Իսրայելի հարվածը կարող է Իրանին մղել ավելի արագ միջուկային զենք մշակել կամ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալ։ Տարածաշրջանային էսկալացիան կարող է խաթարել նավթի մատակարարումները, հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։ Աննա Հարությունյան, Reopen Media։